24 ժամ չկա, ես բանկերից մեկից էլի email եմ ստացել, որ ծառայությունները բարձրանում են։ Բանկային ծառայությունները կրկնակի ավելի թանկել են, քան թե մնացած ամեն ինչը։ Այդ այն դեպքում, երբ կենտրոնական բանկը գալիս եւ ասում էր, եկեք վերջ կանխիկից հրաժարվում ենք, սաղին համարյա ուժով տանում էին բանկային համակարգ եւ դա արդարացնում էին նրանով, որ բանկային ծառայությունների գումարը կընկնի։ Բայց 7% կրկնակի ավելի մեծ ա եղել աճը, վերցնում են այն ինչ որ ես ուզեմ չուզեմ պետքա վճարեմ, թանկացնում են, բայց առաջարկում են մի բան, որը ես չգնամ այդ բանկում իր հաճախորդներից քանիսն է օգտվում այդ ժամանակաշրջանը։ Իրոք ունենք ահռելի լիկվիդայնություն, որը ցույց է տալիս, որ բանկերը փողը վերցնում են, բայց չեն կարողանում տեղաբաշխեն։ Եվ հիմա էլ տեղաբաշխված գումարների հետ կապված, այսքան բանկերը եւ ֆինանսական այլ կազմակերպություններ էապես ֆինանսավորում են սպառումը։ Տեսնում ենք, չէ՞, բուն տնտեսության, իրական տնտեսության ֆինանսավորման ծավալները համեմատած սպառման ֆինանսավորման հետ երևի կրկնակի ավելի քիչ են։ Այսինքն եթե նայենք եւ 1/3-ը սպառողական վարկեր, 1/3-ը հիպոթեք, մնացածը չգիտեմ գյուղատնտեսական վարկեր եւ այլն, բայց բուն արդյունաբերության ֆինանսավորումը եղնի 2-3 անգամ ավելի քիչ է, քան սպառման ֆինանսավորումը։ Այսինքն իրանք տալիս են սպառողական վարկեր, բնակչության մեջ 300,000-ից ավել մարդ, այսինքն չափահաս անձանցից երևի 6-ից 1-ը ունի սպառողական չգործող վարկ, անուսալի վարկ։ Մնացած սաղ սպառողական վարկերի մեջ են։ Զգալի մասը դա գալիս է խաղատներից իհարկե, այդ էլ ենք հասկանում։ Հիմա դա թողած մենք մյուսը հիպոթեկային խնդիր, եթե երկրորդ, երրորդ բնակարան լինի, դեռ կհամաձայնվեի, որ դա ներդրում է, բայց մեծամասնությունը առաջի բնակարանն է, այսինքն նույնիսկ եթե կես-կես անենք, մեկ է կստացի, որ բանկային պորտֆելի զգալի մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա, մեր ֆինանսական հատվածը եւ իրական հատված իրար հետ չեն խոսում։